We have heard you did at Capernaum, do here also in your own country. Blessed is the gospel of our Lord. Amen. Այս
Մասը մերով բրգության, իջյալ ելնից, մարնացավ, մարդացավ, ծնավ կատարելավես, իմանյան հասր պոգուսեն, հոգով, սրբով, որով է արմարմին, հոգի, ելմին, ես ամեն արմորի չելիմար, ճշմարտավես և ոչ արդյոք, չարչարյան, խաչյան, տաղյան, հերոք հարուր արության, ելյան ելինս նորի մանով, նստավն աչ մերհոր, կալոց է նորի գարնով և հարոքոր, իտադելս կետանիս եվս ներյաս, որոտ հակավորության ոչքով աղջան, հավադան, երի սուրբ ոգին, հանել երի կատարյալ, որ խոսեցավ օրերս և մարգարես և ավելարած, օրեջնի հորդանան, կարուսյալ աստարգյաս, և նագեցավ Իսուսն, հավատան, և իդի միայն, ընդհանրական և արայական, սուրբ եկեղեցի, իր մգրդություն, ապաշխարություն, իքավություն և իտողություն ներած, ի հարություն ներելոց, ի դարաստան հայրենից հորպոց և մարմնոց, այդկայություն ներլից, և իքյանսն հայրեն ագած։ Իսկ որ ասենն երբեմն հորժան ոչ էր որդին, գամ երբեմն հորժան ոչ էր սուրբ ոգին, գամ թե օչեից եղեն, գամ ալմեյութենե ասեն լինե զորտին աստուծո, և գամը սուրբ հոգին, և թե փոփողլիկ են գամ այլայլելիկ, զայնպիսիս նզով է, գաթոհգե և արաքելական սուրբ եկեղեցի։ Իսկ մեկ փարավոր է սուկ որ աչքան ցավիտյանց, երկիր բականելով սրբո երոտությանն և միասվածությանն, հոր և որդվո և ոգվին սրբո, այժմ և միշտ և ավիտյան ցավիտենից, ամեն։ Եվ ևս խաղությանս դեր աչեսու, և ևս հավադով աչեսուկ և խնդրեսուկ, իդյարնե աստուծո և իպրչե մեր մեսե Քրիստոսե, իժամուս պաշտաբան և աղոթից, զիարժանի թենության արասեր, ձեր ամնագագեցուցտե և որ մեսի, Ժամ սուրբ պադարակիս և զարաչակայսրու խաղության բացուցանել ավադով, իդյարդե խնդրեսու, շնորյադեմ, Ըսրեշտակ խաղության բահապան անցանց մերոց, իդյարդե խնդրեսու, շնորյադեմ, Ըստ խաղություն և ըստողություն հանսանած մերոց, իդյարդե խնդրեսու, շնորյադեմ, Ըստ սրբող հաչին մեզ և կարով զորություն հոգնություն անցանց մերոց, իդյարդե խնդրեսու, շնորյադեմ, Եվ ևս միապան բասն ճշմարիտ և սուրբ հավատույց մերով, ըստ դեր աչեսու, Դեր օրնյակ ես դարըքած, և Իսուր դեր ողորնյակ, դեր ողորնյակ, դեր ողորնյակ, Որպեսի արժանավոր գեյցու գողության պարորելս կեզ, ընդհոր և ընսրպոկույթ, այժմ և միշտ և ավիտյան ցավիտենից ամեն, հաություն, ամենություն, և ընդհոր ույդկում, Աստուծո երկրպագ քեսու,
Ողորմությամբ քով Քրիստոս փրկիչ մեր, որի վերը քանձամն այն միտես եւս բանց, ամրացած մեզ եւ անյեք յուպահյա ամենայն չարեր, հավասարյազ մեզ ընճշմարիտ երկրպագուս քո, որ քոքվով եւ ճշմարտությամբ քեզ երկրպագանեն, վասնդի ամենասուրբ երրորդությանդ վայել է փառքիշանություն եւ պատիվ, այժմ եւ միշտ եւ ավիտյան ցավիտենից, օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Տեր Աստված, օրհնես ձեզ ամենության։ Համբարձեք իշխան, ըստրուն ստերիվեր, համբարձին թրուն կավիդենից և մծե թակավոր պարած։ Ով է սա թակավոր պարած, Տեր հզոր զորությամբ յրոտեք արողի բادرազմի։ Համբարձեք իշխան, ըստրուն ստերիվեր, համբարձին թրուն կավիդենից և մծե թակավոր պարած։ Ով է սա թակավոր պարած, Տեր զորությամբ։ Սա ինքն է թակավոր պարած։ Օրհնյալ, եկյալ անբանսյալն, օրհնություն բարձր։ Ո
Սեավնուս Աստուծոյի, և կծուկ զորմության շնորհս, Աբուր հայտնության և իսանքար քարստյան, դյարը մերո և պրչին Իսուսի Քրիստոսի, Եծուստե և որմեսի, Կեցոներ և որմյա Շնորհող և մարտասիրությամբ, դյարը մերո և պրչին Իսուսի Քրիստոսի, Անպորում քեզ հորմյան կման և հոգվիցր պա, բայլ է պարկ իշանություն և պատիվ, այժմ և միշտ և ավիտյան ցավիտենից ամեն, հաություն, ամեցություն։ Քրիստոսի մեջ մեղանից արև։ Greet one another in the holy kiss Christ has revealed. Christos ημές περώνες αμόρ. Եվ աստվածային սրբարար զորությունն հոր և որդվո և ոգվին սրբո, եիցյան ձեր, հալվամեսյան։ Աստվածային
սերոպեսն և ընկերոպեսն միաձայն սրպասացության փորինեն վազ և համարձակապես կոչելով աքերնոսին և ասել Կերեք, այս է մարմինիմ, որ բասնձ է և բազմած բաշին, իքավություն և իթություն մեղած։ Արփեք իսման է ամենքյան, այս է արյուն իմ նորոթին, որ հագեստ է և բազմած հեղանին, իքավություն և իթություն մեղած։ Եվս քույսի կայոց քեզ մատսանենք, ըստ ամենայնի և հաղաքս ամենեցուն։ Ամենայնի օրնյալ եսես, օրվեն հսկես, կովեն հսկես, կովանամ հսկես, Եվս քույսի կայոց քեզ մատուցանենք, ըստ ամենայնի և հաղաքս ամենեցուն։ Հաղություն ամենեցուն։
Աստուծո երկրբակեսուս Երկրի պականեր Որովը ցանցը տողյա Որպեսի Եսիս ամերսում մեզ մեր ձերձերդոցս հանդատավարտություն, իքավություն և իտհություն մեղան Ընթորս եբ մեզ հայցար ասերս, բարերար աստված աղաչեր Աստված ասնին սրպոգուսի Մարիամու և Հովանու մկրչին, Ստեփանոսի նախավկային և ամենայն սրպոց Եծի շատակի սուրբ ադարակ սահաչեր Արաքելոց սրբոց, մարգարից, վարտավետած, մարգերոսած և ամենայն հայրավերած սրբոց, արաքելակորց եպիսկոպոսած, Երիսանց ու ապար սարգավակած և ամենայն սրբոց, Երիսի շադագի սուր պատարած աղաչեմ Օրնյա, կովյա և պարավորյա, վրաշալի և ասվածածար, Հարության են Քրիստոսի և իր մականեմ Հարության Առաջնորդացն մերոց և առաջին լուսավորչասն, Սրբոսն Թաթիոսի և Պարտոմիոսի արաքելոցն և Գրիգորի լուսավորչին, Հովաց և Հովապետասն Հայաստանյայց և Իսիշադագի սուր պատարած աղաչեմ Միամսնացելով սրբոց, արաքինասեր և աստվածասույս գրոնավորասն, Բողոսի Անդոնի Բողամագարա և Իսիշադագի սուր պատարած աղաչեմ
Եվ ամենայն սուրբ և բարեբաշխ թագավորած և աստվածասեր իշխանած, և Հիսի շարագի սուրբ ադարած աղաչեմ։ Իշադեր և ողորմյա Ամենայն հավատացելոց, առած և նրանց, ձերոց և դրայոց, և ամենայն չափում, հասակի, հավատով և սրբության, ի Քրիստոս ննջեցելոցն, և Հիսի շադագի սուրբ ադարած աղաչեմ։ Իշադեր և ողորմյա Եվ սարվեր, զեպիսկոպոսապետն մեր, և զբաղվական հայրապետն ամենայն հայոց, ըստեր կարիքին սրպազնագույն կաթողիկոսն, և վիճակիս բարեխնամ առաջնորդն, ըստեր մեսրոպ սրպազան եպիսկոպոսն, շնորհեսես մեզ, ընտերքայնավուրս ու իվարդա պետության։ Եվ պարապանություն մատուցանեմ, քեզ դեր աստվածներ, վասն սուրբ և ամահ պարարակից, որի վերասրբոս հեռանույս, զիեսա մեզի սրբություն և տարության Սովակ շնորհյաս ես, հաստատություն և զսկալից խաղաղություն, ամենայն աշխարհի, սրբո եկեղեցո և ամենայն ուղղափառ եպիսկոպոսաբեդին մերո և աղբական հայրաբեդին ամենայն հայոց, դյարն կարեկի սրբազնակույն կաթողիկոսին, և իջագից բարեխնամ առաջնորդին, դյարն մեսրոպա սրբազան եպիսկոպոսին, և սրբո եկեղեցուց բարեխնամովին, դյարն ոսնանախահանայից, որս բաղարակս մատուցանեմ, Եվ պարծմերոց կերոց, և շնոր առաջի աջողորդյանց, անկիստ հավատով և սրբության, ի Քրիստոս գադարելոցն, և Հիսի շարագի սուրբ ադարած աղաչեմ։ Եվ եսի որմություն մեծիս աստուծո, և փրկչիս մերո Իսուսի Քրիստոսի, ընձեր ընդհանրության։ Ամենայն սրբով, զորս հիշատակեցավ, և սարավելապես, ըստ դեր ահա
Sider aspas me, oren galabasa, Iisur egnahin evimanalium atutsara, Ըստ պահանակն արաքես է արս վեշնարս, Եվս վարկևս հոգույն սերպով, ըստ Համարձակացան բարբարով, բանալ հզբերանս մեր, կարդալս քեզ, երկնավոր հայ, երկեր և ասեր. Amen.
Կարություն եւ զորություն եւ փառք հավիտյանց ամեն։ Հաություն ամեն։ Քրիստոսիվ Հիսուսիվ դրանք մերով ընտրում քեզ հոգույց սրբա եւ հոր ամենակալի վայել փառք իշխանություն եւ պատիվ այժմ եւ միշտ եւ հավիտյանց հավիտենից ամեն Սրբություն սրբոց Սուրբ Աստված ճշմարիտ Որդյալ որդի Սուրբ Աստված ճշմարիտ Որդյալ հոգի Սուրբ Աստված ճշմարիտ Օրհնություն եւ փառք Հոր եւ Որդու եւ Հոգին Սրբո այժմ եւ միշտ եւ հավիտյանց հավիտենից ամեն Այստեղ Հիսուս Քրիստոս Հեքնիկ Սուրբ մե Հազարով քարաս թակավորության քո Եկեսվե Բավական մարնո եւ արենետ արեններով երբեք չի Հիսուսի Քրիստոսի ջաշակեցուկ սրբության
Ուրիչայեկի, վաշիմիչիներու, սայրամուս, հարություն, խաղություն, եթողություն նենհաս, Սալմոս ասացե, յարնաստություններու, Սալմոս ասացե, երկնավոր թանավորիսներու մաննահի, գունստի կարս, կերոպե Those of you who wish to receive Holy Communion today,
Please kneel if you can in your pews and say the confession found on page 48 in your Botherart books or in the papers which are in the backs of your pews. Yeah, Bobby, this doesn't work either. Very strange. This whole place. I have sinned by the seven transgressions of the deadly sins, and all their forms, namely by pride, envy, anger, laziness, covetousness, gluttony, and lust. I have sinned against God. May last so. I live meram minai badviran ansan astuzo, ansnarali atsan nevrajali atsan. Zivocha sanstara kansan badareci, yevocha herajali atsan heratsa. Zorenas ali yevolinatsan efkatsa, igarkas Kristan gaityon puraviretsa, yevkortzovas hanarshan kada. Kiderovas char gamal doratsa, yevi pariats kortzots yesintzen heratsa. Vayins, 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 zor nasem gam zor postovanim, ziankim yen hantzankim, me astuzo. Reverend Father, I have you as reconciler and intercessor with the only begotten Son of God, that by the authority given to you, you will release me on the bond of my sins, I ask you. Lord have mercy, Lord have mercy, Lord have mercy. May God who loves mankind have mercy on you and forgive all of your sins, both those which you have confessed as well as those which you have forgotten. And therefore, with the priestly authority given to me and by God's word, that whatever you forgive on earth shall be forgiven in heaven. By his word alone, I absolve you all participation in sin, in thought, in word, and deed, in the name of the Father, and the Son, and the Holy Spirit. And I reinstate you in the sacraments of the Holy Church, that whatever good you may do may be counted you for good and for the glory of our life to come. Amen. Amen.
soul, so size, and take me, Jeff, Lord, you save your people, God, and bless and lift up these who are your holy inheritance, now and always, and unto the ages of ages. Amen. Amen. Der Wort Marmin, Evarium, Diarim, Mero, Isti Christus. Etzi, Kezi, Kabutum. We told two mouths. Amen, Edmund. Marmin, Evarium, Diarim, Mero, Isti Christus. Etzi, Kezi, Kabutum. We told two mouths. Amen. Vorot nesain o stig, vorgot nenes kesder, jev surbarnes, associatias ikes. Get so jortes ko, je vort nja jarangutunas ko, as numen je gets voko, bahja. Serpia sosa, vok vocenet sin siravas vatutun tanko, dus mes paraborias vodain zorutiamko, jep mito resusatias ikes. Es hautium barkevia, amenain ashari, jegesias kanait, betutans Christones es imboria mangans natsa, jev amenain jovertias. Zi amenain turparik, jev amenain barkev gatariak, I verusten I chagarike, mojes hailuso, jev kezvale parkish hanurtun jev batir, aijum jev misht, jev havitians havitenit. Amen. Amen.
meeting, we bless every corner of our life. And we lift the cross over and say, Lord, this cross is so important, and your life was so important, that it's over everything in our lives. Right? And now today, we're getting close to the discovery of the cross. And that's the last feast. And it reminds us that the cross is something that not only is all around us in church, but it's around us in our lives. And yesterday, we had a baptism. So a little baby, Lilith Serpekyan, this was her first time entering into church. And can you tell me during a baptism, are there lots of crosses in a baptism? What kind of crosses are there in a baptism? Mikhail? Nora, help Mikhail. What kind of cross do you get in your baptism? Go ahead, Sophie. Yeah. So everybody, when they're baptized, they get a cross around their neck, and maybe you have that cross, and maybe you wear that cross. From the first day that you enter into the church, you're given a cross, and then your rabbi takes holy oil and puts crosses on all 9 parts of your body, on your forehead, on your eyes, so that you'll always see the kingdom of God, on your ears, so you'll always hear the words of the Bible and God's commandments, on your lips, so you'll never say bad things and always say good things, on your hands. Why on your hands? So that you'll do good works and serve other people and the church and God in your life. And on your feet, so that you always walk in the ways of righteousness and rush to help others and rush to serve God. And it's not just at a baptism. That's the first sacrament. The second sacrament of the church, when people grow up and they like each other and they want to make a family together, what sacrament is that called? Marriage. And where's the cross in a marriage? Who has seen a marriage ceremony recently? Not it? The best man in the Armenian church is called the Hach Yevchai, the brother of the cross, because he holds a big cross over the couple for like 10 minutes while there's a prayer. And we do that because the cross is the sign of God's love, and if we really want to love each other, then we love like God did. We give ourselves away to the other person. Edmund and Anita will be the next couple, I believe, in this church. We had Nora and Nalbagyan last month, and Edmund and Anita will be the next one that pledged to each other the love of the cross in their lives. And then finally, this seems sad, but it's not if you know where we're going. The last sacrament, when people pass away and they're done with this life on earth and they go to God, there's crosses there. So actually, when we lay someone to rest on the burial site, I put in the dirt, we put the sign of a cross in 3 places, and we say, God, we have planted the soul of this your faithful, and it's going to grow like a tree up into the heavens, into your eternal grace. And so, the cross surrounds us everywhere, and that's why there's a whole season in the church. And remember how we said that, like, the season of the cross, unlike the season of fall or winter, which comes whether we like to or not, the season of the cross takes our participation for it to happen. So I leave you with this. Make sure when you see the cross around your neck, if you have it in your house, if you painted one in Sunday school, if you see it in church, and every time you cross yourselves, remember that that sign is of the powerful love of God for you and for I, that is more powerful than any trial or struggle that you have in your life, and you can rely on it to lead you forward now and always, and into the ages of ages. Amen. Amen.
We're coming up upon the feast of the discovery of the cross, the end of the season of the cross. And we humans like to discover things, right? We had Columbus Day was last week. That's when Columbus famously discovered America. But after we discovered everything on this earth, we started looking to discover things beyond us, bigger than us, as well as things smaller than us. So now we're exploring space and trying to get to Mars. And then we're also exploring tiny little DNA molecules and quarks to define and find new things and things microscopically smaller than us. Discovering things is in our DNA. If you're Armenian, we like to discover the oldest shoes, the oldest wine cellars, and other things in our country. Discovery is part of who we are, and we believe as Christians it's part of who we are because we're made in the image of God, and He's a God that laid everything out, and He's a God that put this brain in our minds and this desire to discover and create and to make new. And so it's part of human nature. It's even part of co-creation with God to discover things and to advance scientifically and to have dominion over the world and to use this world with great stewardship for good things. But, always a but, church, the but is that we've also had a tragic flaw in our human discovery and invention, and it's laid out in the very first lines of the book in our scriptures. Men, women, you're free to discover, explore, subject everything in creation to the amazing palette of things that God has created, but there's just one exception. One exception is that you could never and never would be subject to you is, of course, God. One thing you can't do, you can't get created, you can't discover, you can't reinvent your own God. But that's exactly what our tendency is to do. Remember what happened to Eve and Eve's temptation from Satan? God knows that when you eat of this fruit, your eyes will be opened and you will be like God. So Adam and Eve were the first to misuse the great gift of discovery and invention to try and reinvent God in their own image. But this, of course, keeps on happening. It's in our life, it's in our DNA. That's why what is the first commandment and most important? Thou shalt have no other gods before me. Don't discover and invent and create your own gods because it's for your own peril. And I can outline the tragedy of things that have happened on earth in history by people and countries making God in their own image and the havoc that that wreaks on earth. But we also have a cure for this sickness of false invention and false discovery
acknowledge it and we go through it, following Christ, who exposes rather than hides our brokenness, our violence, our betrayal, our sin and pride. But through the discovery of the cross, we have good news, and that even though everything is broken, including us, the great news immediately follows that we can kneel down and we can pray before the cross of our brokenness, not once, but every day to discover that cross, and God will help us bear and transform our shame, glory, our weakness, and strength, our sorrow, and joy. So that when you and I face the great trials of our life, or just the trial, I guess, of being your own best self every day, then seek not to find and discover the newest thing that will make you whole. Instead, discover and encounter God precisely where God has most clearly displayed his own self, his power and wisdom through his glorious cross, now and always, and into the ages of ages. Amen.
It's a beautiful vestment, and we thank you for that. There's so many other